Ինչից է, որ վարչապետ Փաշինյանն ու նրա թիմակիցները կոռուպցիայի դեմ պայքարի իրենց կամքից, բայց հանրության շրջանում պետական համակարգի կոռումպացվածության ընկալման ցուցանիշը չի փոխվում։ Մենք ինչ իմանայինք, որ Գյումրիում Վարդան Ղուկասյանն է հայտնվելու, ով կոռուպցիոն դեպքով գործող քաղաքապետ, Հայաստանի երկրորդ քաղաքում։ Հայաստանի Transparency հրապարակած զեկույցը գալիս է ապացուցելու այն, փաստելու այն, ինչի մասին մենք ընդդիմադիրներս բավականին հաճախ բարձրաձայնում ենք։ Այսինքն դա այլևս միայն ընդդիմադիր падգամավորների կարծիքը կամ դիտարկումը չէ, միջազգային տարբեր չափորոշիչներով ֆիքսվում է, որ այս իշխանությունների վարած հակակոռուպցիոն քաղաքականությունը ընդհանրապես տապալված է։ Վերջին մի քանի տարվա ընթացքում այդ ինդեքսը գրեթե նույնն է։ 2025-ին անգամ մեկ միավորով հետընթաց է։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի մեկնաբանությամբ վերջին 3 տարիներին Հայաստանում լճացում է։ Այն, որ դուք ասում եք լճացում է, սա մասնագետների կողմից կայունացման մասին է խոսում, այսինքն մենք բարելավել ենք դիրքերը, պահպանել ենք մեկ նիշով հետ գնալ, առաջ գնալ, այո, բայց ես ասում եմ, սրա վրա շատ բան կարող է ազդել։ Ըստ միջազգային սանդղակի, եթե 50-ից ցածր է միավորը, ուրեմն մտահոգիչ պատկեր է այդ երկրում։ Հայաստանում 46 է։ Փաշինյանի իշխանության սկզբնական փուլում մինչև 2022 թվականը կոռուպցիայի ընկալման ցուցանիշը շեշտակի բարելավվել է։ Հասել է 49-ի, բայց դրանից հետո մի քանի միավորով նահանջ կա։ Նախկին իշխանությունների ժամանակ, երբ որ համաթիվը այդքան բարձր էր, այսինքն մարդը ընկալում էր, որ կոռուպցիան շատ է, հա, գոնե 50%-ով ավելին էր այդ ընկալումը, բայց միևնույն է, դուք հստակ իմանալով, որ այսինչ քաղաքապետը, այսինչ մարզպետը մարդակերեն ճակերտավոր բանը ամբողջ համայնքը իրենց ձեռքի տակ է, ինչ կոռուպցիոն սխեմաների մեջ են, միևնույն է, դա կոծկվում էր։ Անիվ հիմնադրամի տապալումը ըստ փորձագետների Նիկոլ Փաշինյանի իշխանության թերևս ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալն է։ Պետական բյուջեից միլիարդավոր դոլարներ են փոշիացել, պետական միջոցներով ստեղծված կառույցը լուծարվել է ու պաշտոնյաներից ոչ մեկը դեռ չի պատժվել։ Հիմնադրամում չարաշահումների փաստով մոտ 4 տարի առաջ հարուցված քրեական գործով էական շարժ չկա։ Մենք ենք խոսել Անիֆի մասին։ Եթե ժամանակին թաքցվում էր իշխանության եւ համակարգի կողմից այդ կոռուպցիոն դեպքերը, ապա այժմ մենք ենք խոսում խնդիրների մասին, բարձրաձայնում, հասարակությունը դրա մասին լսում է եւ լրատվամիջոցները բնականաբար եւ ընդդիմությունը օգտագործում շահարկում է եւ մարդկանց ընկալման մեջ դա ինչ որ ցուցանիշ է փոխում։ Թե Անիֆում չարաշահումների, թե Էջմիածնի նախկին քաղաքապետ ԿՊԱ-ական Դիանա Գասպարյանի ու նրա ընտանիքի մասին կոռուպցիոն բացահայտումների հեղինակները իշխանականները չեն, լրատվամիջոցներն են։ Իշխանականները դրանից հետո են արձագանքել այս բացահայտումներին։ ԿՊԱ-ական Գասպարյանի ընտանիքին առնչվող բացահայտումը թեև դատարանը քննում է, բայց ոչ մեկը բանտում չէ։ Հիմա կա նման հարուցված գործ եւ քաղաքապետը այսօր մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հասկանում եք իշխանության տարբերությունը։ Այո, քաղաքացին ավելի շատ քաղաքացի իմանում է, որ նման դեպք կարող է լինի, այսինքն իշխող քաղաքապետը կարող է կոռուպցիոներ լինել, ամբողջ Հայաստանն է իմանում, հա, բայց մենք ենք դրա մասին բարձրաձայնում, գործեր են հարուցվում։ Երբ որ հերթը հասնում է որևէ ընդդիմադիր հայացք ունեցողին, տեղում գործը գնում է, դատարանը որոշումը կայացնում է, իսկ երբ հերթը գալիս է ԿՊԱ-ականներին, այդպես գործերը ձգձգվում են։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը թերևս ամենաշատն է բարձրաձայնում Անիֆի գործով անպատժելիության մասին, եւ միայն սա չի ասում է նա, երբ պետությունից արտոնություն ստացած գործարարները գումարներ են մուծում իշխող խմբակցության հիմնադրամին, սա կոռուպցիա չէ։ Կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չգիտի դրա մասին, հարցնում է ընդդիմադիր Գրիգորյանը։ Այդ բիզնեսների սեփականատերերը եւ նրանց հետ փոխկապակցված անձինք 110 միլիոն են փոխանցել կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կամ Իմ քայլը հիմնադրամին։ Այսինքն կառավարությունը մաքսային արտոնություն է տալիս, այդ մարդիկ էլ փոխհատուցում են տալիս արդեն այս միջոցով, հա, կամ կուսակցությանը փող տալով կամ Իմ քայլը հիմնադրամին։ Բայց սա քաղաքական կոռուպցիա չի, բայց կոռուպցիան ինչ ձևով պետք է դրսևորվի։ Ամեն ինչի վերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այսինքն կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ինքը հոտեսնում է ինչ մուտքեր է գալիս իր կուսակցություն, այսինքն մեղավոր են բոլորը բացի իրանից, ոչ ինքն է թիվ 1 պատասխանատուն։ Գործող իշխանությունը 2023-26 հակակոռուպցիոն ռազմավարությամբ խոստացել էր կոռուպցիայի ընկալման ցուցանիշը հասցնել 55-ի։ Բայց 55-ը ուր 46 օր։ Հետևաբար պետք է արձանագրել, որ
որ ամբողջությամբ տապալված է այս քաղաքականությունը։ Եվ սրանք օդի մեջ հայտարարություններ չեն։ Իրականում, երբ որ վերցնում ես բազմաթիվ դրվագներ, ակնհայտ է, որ կոռուպցիան ուղղակի վխտում է մեր երկրում։ Թե Հայաստանում գործող իշխանության օրոք կոռուպցիայի որ տեսակներն են տարածված, հակակոռուպցիոն կազմակերպությունը վերլուծություն չունի։ Ընդդիմադիր պատգամավորն է թվարկում բիզնեսի հետ փոխկապակցվածությունը, շահերի բախումը, գործարարների փոխանցումները իշխող ուժի հիմնադրամին ու նաև դատական համակարգում ակնհայտ խտրական մոտեցումը։